ձեր քննարկմանը ներկայացված զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները, նրանց համար լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երթում ընդունելու կապակցությամբ, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ Պաշտպանության նախարարության համակարգում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաների համար գործող ծառայողական բնակարաններով ապահովման համակարգը փոխարինել իրենց կարիքներին համահունչ հիպոթեկային վարկավորմամբ սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու իրավունքով ամբողջապես պետական բյուջեի միջոցների հաշվին։ Հաշվի առնելով նաև կարգավորման հարաբերությունների կարևորությունը, առաջարկում եմ հավանություն տալ օրենքի նախագծին եւ դրա քննարկումն ազգային ժողովի կողմից համարել անհետաձգելի։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, հարգելի գործընկերներ, այս երկու շատ կարևոր թեմայի մասին է։ Առաջինը դուք գիտեք, որ զինվորական ծառայությունից ժամկետային զինծառայության ժամանակ արձակուրդների որոշակի քվոտաներ կան սահմանած, բայց իրական կյանքում մենք ունենք իրավիճակներ, որ այդ քվոտաներից իհարկե օգտվում են, եթե չեմ սխալվում, վերջին շրջանում մենք նաև որոշակի ավելացրել ենք այդ քվոտաները, պարտադիր արձակուրդների ժամկետը, բայց հիմա պրակտիկան այնպիսին է, որ նաև դրանցից դուրս ոմանք կարողանում են օգտվել այս կամ այն հանգամանքների բերումով, ոմանք չեն կարողանում օգտվել։ Հիմա ըստ էության այս որոշմամբ մենք հետևյալն ենք անում, նախ երթման արարողության հետ կապված մենք պարտադիր, այսինքն սահմանում ենք արձակուրդի իրավունք 2 օրով պարտադիր սահմանում ենք արձակուրդի իրավունք։ Իսկ ծառայության ընթացքում ամեն 6 ամիսը մեկ բոլոր ժամկետային զինծառայողները պարտադիր կարգով ստանում են արձակուրդի հնարավորություն, որպեսզի չստացվի, որ ծառայողների մի մասը, ովքեր իրենք կամ իրենց հարազատները կարողանում են հասնել այդ խնդրի լուծման, իրանք օգտվեն, մյուսները չօգտվեն։ Այսինքն բոլոր ժամկետային զինծառայողները 6 ամիսը մեկ գնում են արձակուրդ։ Արձակուրդի չափերը կապված են իրանց ծառայության բնույթից։ Մի մասը արձակուրդ, ում ծառայությունը ավելի բարդ արձակուրդ գնում են 10 օրով, մյուսները 7 օրով, հա, պարոն Սարգսյան, ճիշտ եմ։ Այո, պարոն վարչապետ, այս պայդրությամբ գործող օրենսդրությամբ շարքային կազմը 10 օրով է արձակուրդ գնում, սերժանտական կազմը 15 օրով, 24 ամսվա ընթացքում, առաջարկով մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները 24 ամսվա մեջ կունենան 30 օր արձակուրդ, որը որ իսկ ոչ մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները 21 օր արձակուրդ։ Իսկ ինչ ենք դեն ձևակերպում, այդ հիմա գրած է այդպես, բայց պատմելիս ասում ենք 6 ամիսը մեկ կգնան արձակուրդի։ Դա նախարարի հրամանով է։ Նախարարի հրամանով է լինելու, կախված իրավիճակից, օրենսդրությամբ չենք ֆիքսել հենց որ 6 ամիս, միգուցե 6 ամիս չլինի, 7 ամիս հետո ավելի երկար գնա, այսինքն կես գնա, մի քանի օր ավել գնա կամ որպեսզի հնարավորություն ունենա։ Հա, մեծ հաշվով, բայց մեր հաշվարկը այն է, որ 6 ամիսը մեկ 7 օր կարողանում ենք, 6 ամիսը մեկ 7 կամ մարտական հերթապահության անցած զինվորների դեպքում 10 օրով եւ պլյուս երթմնակալության արարողությունից հետո 2 օր արձակուրդի հնարավորություն են ստանում։ Սա օրենքով սահմանված է, բայց սրանով չի բացառվում արձակուրդի այլ հնարավորություններ, այլ այն մյուս հնարավորությունները մենք մաքսիմալ բարդացնելու ենք։ Այսինքն հիմնավորվածությունը հիմա որոշումների կայացումը այդ մասնավոր դեպքերում արձակուրդների արդեն հնարավորինս տանելու ենք դեպի գլխավոր շտաբ, որպեսզի անհրաժեշտությունը հիմնավորվի, որպեսզի հնարավորինս ուղղակի տենց քմահաճույքով կամ բարեխոսությունով արձակուրդի հնարավորությունը նվազեցնենք, բայց այդ ճկունությունն էլ ենք տալիս, որ կարող են դեպքեր լինել, որ ասենք օրինակ մարդը կարող ասի, այս անգամ ինձ 5 օրով տվեք, ես ինչ որ 2 ամիս հետո ունեմ ընտանեկան ինչ որ միջոցառում, այդ 2 օր
այդ ընտանեկան միջոցառման համար ինձ հարցակուրդ տվեք, գնամ ընտանեկան միջոցառման մասնակցեմ։ Կարծում եմ լավ որոշում է եւ երկրորդը կապված հիշում եք, որ մենք որոշում ենք կայացրել, որ ռազմական համալսարանի շրջանավարտները ովքեր կստանան նշանակում, մենք իրանց բնակարան ենք տրամադրում եւ այն ժամանակ ընկալումն էր, որ բնակարանը մենք տրամադրելու ենք որոշակի պայմաններում մայրաքաղաքում։ Բայց հետո մենք արձագանքներ ստացանք նաև շահառուներից, ովքեր ասում են, որ գուցե մենք ուզում ենք, ասենք, մեր ծննդավայրում ունենալ բնակարան, ավելի մեծ բնակարան, ավելի լավ պայմաններով, ավելի այլ հանգամանքներում։ Դրա համար այս քննարկումների արդյունքում զարգացավ այդ գաղափարը, որ էլի կառավարության կողմից հիպոթեկային վարկի մեխանիզմը կգործարկվի, այսինքն մենք կտանք քվոտան, այսինքն սահմանաչափը գնային եւ մեր սպային երիտասարդ կասենք դուք ընտրեք։ Այս սկզբունքի, այս չափի շրջանակում դուք ընտրեք։ Մեկը կընտրի Երևանում, երկրորդը Գյումրիում, երրորդը ընդհանրապես գյուղական որևէ համայնքում եւ այսինքն հասկանալի է ինչքան այս Երևանի կենտրոնից հեռու լինի, այդ նույն թվով ավելի գուցե թե մեկը ուզում է առանձնատուն ձեռք բերի, հետնել ունենա 5000 մետր, ասենք օրինակ հող այգի եւ այլն։ Ինչու ենք մարդուն մենք զրկում այդ հնարավորությունից, ասում չէ, այս մանավանդ որ բնակարանների վաճառքի սահմանափակում է լինելու։ Այսինքն սովորական պայմաններում կարող ենք ասել դե իր բնակարանն նա ուզում է, թող այդ վաճառի գնա գյուղում ուրիշ տուն առնի։ Բայց քանի որ վաճառքի սահմանափակում է լինելու, ստացվելու է, որ մարդը 25 տարի, եթե տենց երազանք ունի գյուղում առանձնատուն եւ պտղատու այգի ունենալու, պետք է 25 տարի սպասի այդ երազանքը իրականացնելու համար, 20 տարի սպասի այդ երազանքը իրականացնելու համար, իսկ հիմա կարող է միանգամից գնալ եւ իր երազանքների առանձնատունը եւ այգին հիմնադրել կառավարության աջակցությամբ։ Այս երկու փոփոխությունն է, իհարկե այդտեղ հարցեր կան ֆինանսավորման հետ կապված ճշգրտումներ անելու բյուջետային տողերի, դա էլ աշխատանքի ընթացքում դա կիրականացվի։